հայ-չինական հարաբերությունները սկսվում է հնադարում, Մետաքսի ճանապարհով հասնում միջնադար եւ ձգվում մինչեւ մեր օրեր։ Անի ինչով է զբաղվում այսօր հայ համայնքը Չինաստանում։ Ողջույն, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ խոսել Չինաստանի հայ համայնքի մասին, որի մասին մեր հայրենիքում իրականում քչերը գիտեն։ Ամ, Այստեղ Չինաստանի հայ համայնքը կազմված է հայերից, որոնք եկել են Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Ավստրալիայից, ամերիկահայեր ունեն, Կանադայից, տարբեր երկրներից։ Այսինքն համայնքն ինքնին բազմաշերտ է։ Մենք միշտ ասում ենք, մենք գուցե չունենք քանակ, բայց ունենք որակ, միանշանակ, որովհետև համայնքի ներկայացուցիչների զգալի մասը ուսուցիչներ են, դասախոսներ, հետազոտողներ, IT ոլորտի մասնագետներ, դասավանդողներ, ոմանք նույնիսկ իրենց ընտանիքներով են այստեղ։ Մեր խնդիրն այստեղ այն է, որ մենք ցրված ենք Չինաստանի տարբեր քաղաքներով։ Չինաստանը մեծ երկիր է եւ Առավել քան մեծ։ Եվ ճանապարհորդելիս դու այսպես բացահայտում ես, որ նույնիսկ ամենափոքրիկ քաղաքում, ինչ որ մի դպրոցում մի հայ կա, որը փորձում է եւ պահպանում է իր ինքնությունը, բայց մենք կապված ենք միմյանց հետ սոցցանցերով։ Մենք ունենք ակտիվ խմբեր, չինական եւ նաեւ Facebook-յան սոցցանցերում, սոցհարթակներում։ Մենք ունենք Chin Arm Art լրատվական, տեղեկատվական մշակութային հարթակը, որի հիմնադիրն եմ ես 2021 թվականից, այն եռալեզու հարթակ է, որը լուսաբանում է մեր համայնքի հիմնականում մշակութային, կրթական, ակադեմիական ուղղվածություն ունեցող լուրերը, մեր համայնքի անդամների ձեռքբերումները։ Ունենք Armenian Student Association of China, Չինաստանի հայ ուսանողական միություն, որը 2013-ից գոյություն է ունեցել, սակայն 2024-ին վերաձևավորվել է եւ շատ ակտիվ գործունեություն է վարում։ Ես այստեղ ունեմ տարազների փոքրիկ հավաքածու, որը երբ հարկավոր է լինում, տրամադրում եմ Չինաստանի ցանկացած անկյունում գտնվող հայի, որը ներկայացնում է Հայաստանը մշակութային միջոցառումների ժամանակ եւ ասեմ ձեզ, նման միջոցառումները շատ հաճախակի են Չինաստանում եւ մենք լավագույնս կերպով ներկայանում ենք, անգամ անցյալ տարի Ցինդաոյի տեղական կառավարման մարմինները միջազգային հեղինակություն ունեցող միջոցառում էին կազմակերպել եւ մեր հայ աղջիկներից մեկը Լիլիթը ներկայացավ Կարինի հայկական տարազով, տարազը լուսանկարվեց, ցուցադրվեց, տարազի մասին խոսվեց եւ ես շատ ուրախ եմ, որ մեզ հենց մեր մշակույթի միջոցով են այստեղ ճանաչում եւ գնահատում։ Ես ձեզ չեմ կարող ասել հստակ թիվ, քանի հայ կա Չինաստանում, Այ տարբեր հաջորդ աղբյուրներ, հարցը տարբեր հենց դա էր, այ։ ինձ հաճախակի են ճիշտ ասած այդ հարցը տալիս 800, 1000, 1200, 1500։ Մենք ասում ենք 800-ից մինչև 1500։ Բայց այս թիվը շատ մոտավոր է։ Համենայն դեպս ասեմ, որ Հայ ուսանողական միությունը ջանքեր է գործադրում որոշակի հստակություն մտցնելու այս թվի մեջ, այսինքն հարցումների, վիճակագրական հարցումների միջոցով փորձում է հստակեցնել, թե մոտավոր օրինակ գոնե քանի հայ ուսանող կա Չինաստանում, իսկ նրանց թիվը գնալով ավելի է մեծանում։ Այդպես։ Չինացիների հետ դուք ինչ լեզվով եք հաղորդակցվում։ Հիմնականում աշխատուժի մասին է խոսքը։ Չիներենին տիրապետող հայերի թիվը շատ է, քիչ է։ Այն հայերը, որոնք այստեղ գալիս են դասավանդման նպատակով, հիմնականում անգլերենով են շփվում, սակայն ես ձեզ ասեմ, եթե ցանկանում եք այս երկրում հաստատվել եւ հաջողության հասնել, չինարենի իմացությունը խիստ ցանկալի է։ Եվ ուրախությամբ պիտի նշեմ, եւ սա ես չեմ չափազանցնում, որ ի տարբերություն մյուս ազգերի, հայերը շատ արագ են սովորում լեզուներ, այդ թվում չինարեն, հավանաբար որովհետև մեր լեզվում չ, այդ հնչյունները բոլորը կան, եւ մենք շատ ավելի արագ ենք սովորում,
Եվ պատմությունը ցույց է տալիս, հատկապես 17-18-րդ դարերի մեր պատմությունը, հայ վաճառականները այդ ժամանակաշրջանում կապել են Չինաստանը արևմուտքի հետ եւ իրենք էլ սովորել են չինարեն, այսինքն երբ հայ մարդուն դնում ես մի իրավիճակում, երբ իր կոմֆորտի զոնայից դուրս է, հավատացեք, հայ մարդը ի վիճակի է շատ մեծ բարձունքների հասնել եւ շատ Հավատում եմ։ կարճ ժամանակում այո, ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որ նման ժամանակահատվածում անհնարին է թվում եւ այո, մենք այստեղ սովորում ենք չինարեն, որովհետև չինարենի իմացությունը էական նշանակություն ունի գիտական եւ ակադեմիական ոլորտում էֆեկտիվ ամուր կապեր ստեղծելու համար չինացիների հետ, ինձ համար, որովհետև ես այդ ոլորտում եմ, չնայած իմ հոդվածների մեծ մասը անգլերեն է, բայց ես փորձում եմ անպայման չինարենը ինչ որ մի կերպ ընդգրկել։ Ընդհանրապես, եթե ուզում եք հասկանալ չինական մշակույթը, արվեստը եւ պատմությունը, շատ կարեւոր է իմանալ չինարեն։ Ամ, Իրենց թանգարաններ ունեն շատ կարևոր, այսպես հրաշալի արվեստի գործերով, երբ համեմատում ես, համեմատության մեջ ես նայում այդ ամենին, հասկանում ես իրոք ինչքան հզոր է իրենց մշակույթը, բայց շատ հաճախ կատալոգները, բացատրությունը թանգարանում ամբողջը չինարեն է։ Եվ որպեսզի այդ ամենի մի մաս կազմես, պետք է լեզուն իմանաս։ Այո, Այդպես։ լեզվի մասով ինչ կարող եք ասել։ Լեզվի պահպանման խնդիր կա, թեպետ համայնքը փոքրաթիվ է, բայց այդուամենայնիվ կա դպրոց, հայկական դպրոց on-line տարբերակով թեկուզ։ Ցավոք մենք չունենք հայկական դպրոց եւ մեզ համար այս պահին կարևոր է լուծել ֆիզիկական տարածք ունենալու խնդիրը, տարածք, որտեղ մենք բոլորս կկարողանանք հավաքվել, ճիշտ է, մենք սոցցանցեր եւ տարբեր միջոցառումներ ենք անում, ինչը դուք կարող եք սոցցանցերում տեսնել, բայց մենք ֆիզիկական տարածք չունենք եւ դպրոց չունենք։ Կան այստեղ երեխաներ, որոնք այստեղ են ծնվել, հայ երեխաներ, եւ հայոց լեզվի իմացության խնդիրը լուծվում է on-line դասերի միջոցով։ Հայ ընտանիքները լայնորեն օգտվում են հայոց լեզվի on-line դասավանդման տարբեր հարթակներից, եւ տան են խոսում հայերեն, այստեղ հայ երեխաների մեծ մասը մեծանում են 2-3 լեզուներ իմանալով արդեն փոքր տարիքից։ Անի, դուք քանի տարի է ինչ Չինաստանում եք բնակվում։ 8.5 մոտավորապես։ Տեսեք, Հայաստանում լեգենդներ են պտտվում Չինաստանի մասին։ Նախ հիշենք, որ Չինաստանը սոցիալիստական հանրապետություն է։ Այս 8 տարիների ընթացքում երբ առաջին անգամ դուք ձեր մաշկի վրա զգացիք, որ սա իրապես սոցիալիստական հանրապետություն է, երբ զգացիք այդ իրավահավասարությունը։ Ամ, Տեսեք, այստեղ այս հասարակության մեջ շատ կարևոր է ուսուցիչ դասավանդող, իրենք մի բառ ունեն, լաոշը, այդ մարդու դերը։ Դու կարծում ես դա լեգենդ է, երբ որ գալիս է պահը ու դու դրա հետ առնչվում ես։ Բազմիցս ներկա եմ եղել տարբեր միջոցառումներին, ինչ որ ընդունելություններին, երբ ամենաբարձր պաշտոն ունեցող անձը խոնարհվել է սովորական հայ չին ուսուցչի առջև։ Ես օրինակ շատ կուզենայի մեր հասարակության մեջ եւս անկեղծ այդ հարգանքը ուսուցչի նկատմամբ լիներ։ Ա, Ես, քանի որ համալսարանում եմ դասավանդում, ճանապարհորդելիս երբեմն, որ երբ որ առիթ է լինում նշելու, որ ես դասախոս եմ, ես դասավանդում եմ, շատ մեծ հարգանքի եմ ես արժանանում, նույնիսկ մեկ անգամ մեծ հերթ էր հայտնի չինական ռեստորան մուտք գործելու համար, երբ որ իմացան ես դասախոս եմ, ես դասավանդում եմ, ես շատ հանգիստ մուտք գործեցի ու այդ հերթի մեջ կանգնած բոլորը, որոնք որ հավասար են հերթի մեջ, բոլորը, այստեղ կա նաև այդ մշակույթը, բնավ դեմ չէին, ընդհանրապես դեմ չէին, որ ես այդ ամբողջ հերթը անցնեի եւ մտնեի այդ ռեստորանը ուղղակի, որովհետեւ ես ուսուցիչ եմ, ես դասախոս եմ, ես կապ ունեմ կրթության ոլորտի հետ։ Եվ այս ամենը չինացիների մեջ շատ այսպես արմատացած է հազարամյակներ առաջ։ Նայնցինգում, որտեղ որ ես բնակվում եմ, գոյություն ունի կայսերական քննության թանգարան։ Հնուց ի վեր չինական կառավարությունը քննություն է իրականացրել բոլորի համար։ Պայմանները հավասար են եղել բոլորի համար։
Դու կարող ես մասնակցել այդ քննությանը, եթե ստանաս բարձր գնահատական, կառավարությունը քեզ կհրավիրի որպես աշխատակից եւ դու կարող ես քո կարիերայի այսպես աստիճաններով բարձրանալ։ Այսինքն սոցիալական ուրեմն դասերով բարձրանալ, լինել շատ ցածր դասից եւ հասնել բարձր դասի։ Զուտ, եթե դու մասնակցում ես այդ քննությանը, բարձր գնահատական ես ունենում ու քեզ աշխատանք են առաջարկում։ Դա միջնադարի մասին է խոսքը։ Նման կառավարում, նման մոտեցում որևէ այլ երկրում չի եղել։ Հաշվի առնելով Չինաստանին խոհանոցային առանձնահատկությունները, ինչպես եք հարմարվել այս 8 տարիների ընթացքում։ Կա արդյոք հայկական խոհանոց, հայկական ձեռնարկություններ։ Կան հայկական ռեստորաններ, մեր քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, չկա, բայց Գուանջոյում կա, Իու քաղաքում կան հայկական ռեստորաններ, որոնք հայերի կողմից են բացված։ Մենք ունենք Taste of Armenia, այսպիսի խումբ, Գոհար անունով մի հրաշալի անձնավորություն, որը մեր բոլորիս համար համեղ հայկական ուտելիքներ է պատրաստում, եւ չինական զարգացած delivery service կոչվածի շնորհիվ այդ ուտելիքները հասնում են բոլորիս։ Մենք հայ ուտելիքի հարցը, հայկական կերակուրների հարցը լուծել ենք, բայց անձամբ եթե իմ կարծիքն եք հարցնում, ես շատ սիրել եմ միշտ հայկական հացը, բայց փոխարեն ժամանակի ընթացքում սովորել եմ, չին անգամ Հայաստան եկա, չէի կարողանում հաց ուտել։ Այսինքն ես արդեն սովորել եմ, որ ինձ համար հացը արդեն ունի էական նշանակություն։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում մարդիկ տարբեր միջավայրի պայմաններին սովորում են, բայց ինչ խոսք, կարոտում ենք հայկական ուտելիքները եւ փորձում ենք ամեն ինչ անել մեր ավանդույթները, մեր մշակույթը, մեր խոհանոցը, մեր լեզուն պահպանելու հարցում։ Եւ պիտի հպարտությամբ նշեմ, որ մենք չունենք այստեղ ասիմիլացման խնդիր, ձուլվելու խնդիր այստեղ մենք չունենք։ Այսինքն չի կարող լինել այնպես, որ մենք մոռանանք ով ենք մենք, չներկայանանք որպես հայ, երբեք նման խնդիր չենք ունեցել։ Եվ մենք միշտ շատ հարգանքով ենք ընդունվել չինացիների կողմից, որոնք մշտապես հետաքրքրություն են ցուցաբերում ել ավելի շատ բան իմանալու հայերի ու Հայաստանի մասին։